թիկունքը միշտ հենարանները միշտ հարաբերական են, որտեղ նախ էլ եմ ասում, Հայաստանի նաև ներքաղաքական իրադարձություններ մեծապես կախված են երկու իրադարձություններից, ինչ ընթացք ունենա Իրանի շուրջ էսկալացիան, ինչպիսի իրադարձություններ տեղի կունենան ուկրաինական պատերազմում, որովհետև պարզ է, եթե գնահատեք ինչ վիճակի է ուկրաինական պատերազմը։ Այդտեղ էսկալացիայի նոր մակարդակ է գնալու, անցած եթերում էլ եմ ասել, կարողացավ հատկապես Եվրոմիության բյուրոկրատիան հասնել նրան, որ պատերազմը շարունակվի, էսկալացիայի նոր մակարդակի բարձրանա։ Սա խնդիրներ կառաջացնի նաև Ռուսաստանի համար անխուսափելի, բայց շատ ավելի մեծ ավերներ կառաջացնի Ուկրաինայում էլի անխուսափելի։ Սա Արևմուտքը ֆինանսավորում եւ երկարաձգում է Ուկրաինայի հոգեվարքը։ Սա ամենավատ բանն է։ Եվ առաջին էջում ավստրալիական մամուլի օրերս հրապարակել են, գրում են մենք ուկրաինացիներին սովորեցնում ենք, որ լավ սպանեն ռուսներին։ Դե ասենք Այսինքն ասում վարժեցնում ենք, պարապում ենք, ուկրաինացիների հաշվին բաց են խոսում էլի արդեն։ Ուկրաինացիների հաշվին լուծում են Ռուսաստանի հետ իրենց խնդիրները, ավելի շուտ դա կրկնում եմ, իրանք երկարաձգում են Ուկրաինայի հոգեվարքը։ Դրանից վատ բան գոյություն չունի, որտեվ այդ հոգեվարքին անխուսափելի հետևելու է շատ ավելի ծանր վիճակ։ Իսկ Ռուսաստանի համար Գիտեք, Ռուսաստանն էլ չի շահում, ակնհայտորեն այդ չեմ ուզում վարդագույն ակնոցներով, որտեղ շատ լուրջ համակարգային խնդիրներ կան, բայց Ռուսաստանը կայսրությունը եւ այս պատերազմում պարտվել չի կարող, որտեղ ինքը ունի մի հաղթաթուղթ միջուկային արսենալը, որը ըստ անհրաժեշտության առնվազն շանտաժի շատ լուրջ գործիք կարող է լինել, իսկ արևմտյան էլիտաները այնքան խելքները չեն գցել, որ Ռուսաստանին այդ աշճանի պատին դեմ տան, հասկանալով միջուկային պատերազմի սպառնալիքը։ Այդ ուղղակի աքսիոմատիկ է։ Դա գուցե ստրատեգիական խնդիրները ամբողջ ծավալով չի լուծի, բայց պարտվել չի կարող։ Հիմա Ուկրաինան կործանվում է, կոնկրետ Ուկրաինան կործանվում է, որտեղ այդ պրոքսի պատերազմը տեղի է ունենում Ուկրաինայի տարածքում Ուկրաինայի հաշվին, այդ թվում մարդուժի հաշվին։ Հիմա խոսքը սրա մասին է։ Այս որը մեր արևմտամետները այդ հողի վրա շատ ոգևորվում են, չէ։ Հիմա ենթադրենք մեզանով բզում են ռուսներին ինչ-որ վնաս են տալի։ Ինչ ռուսների վնասը, եթե այդ կարգի դիմակայություն, եթե երկու օր Հայաստանում լինի, Հայաստան պետությունը վերանում է։ Հաստատ Ուկրաինան չի շահողը, եթե նույնիսկ Ռուսաստանը վնասներ է կրի։ Ասենք շահում են արևմտյան ինչ-որ շահախմբեր, ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված, չգիտեմ, տարբեր սեգմենտների։ Դա ինչ կապ ունի Ուկրաինայի ինքնիշխանության, Ուկրաինայի ինքնիշխանություն ընդհանրապես գոյություն չունի, այն էլ ասեմ, որ օրինակ Ուկրաինայի վերջին օրերին չնայած պատերազմական վիճակին զանգվածային ցույցեր են սկսվել։ Այդտեղ պաշտոնանք են արել պաշտպանության նախարարի Ֆյոդորովին, որովհետև ցույցեր են սկսել, այսինքն այդ հասարակությունն էլ արդեն միջև վերջ զզված, հոգնած, ու ես որ անդադ ասում եմ Ռուսաստանը պարտվել չի կարող, այդ չի նշանակում ես ուկրաինացի ժողովրդի դեմ սովորական, ինչ-որ բան ունեմ, որևէ բան էլ չունեմ, այդ ժողովուրդն էլ խաղաղ ապրելու արժանի ժողովուրդ, հա։ Ես ասում եմ հակառակ ես արևմտյան էլիտաների ցինիզմն եմ բացահայտում, որ այդ մարդկանց մսագունդ են դարձրել իրենց աշխարհակաղակական խնդիրները սպասարկելու համար։ Շատ լավ, եւ վերջին դիտարկում մենք ասում էինք, որ նաեւ ինչ-որ մի բան կա դրական, ասեմ չգիտեմ ինչ, որ ինքն էլ չեզոքացնում է այս պայքարողան դիմադիր ուժերին, հիմա այսինքն ողջ ընթացքում կարելի է ասել անգամ դրա մասին խոսեցինք, ինքը եւ ժողովուրդը առերեսվել են իրար։ Նիկոլը եւ իր ընտրողները, ես մնացել եմ, հիմա տեսեք, այսօր ասում եմ, ես Եվգենի Անիգին եմ կարդացել, քիչ առաջ ասել, ես 5-րդ դասարան Խաչիկ Մանուկյանն է, գիտի որ տարիքում ենք կարդում։ Ծրագրով 5-րդ, 6-րդ դասարանում մենք բոլորս կարդում ենք, հիմա որպես բան սենց ցույց է տվել։ Կամ կարդալը։ Ես քիչ առաջ ասեցի, ոնց որ դու ամեն օր ասես, բա դու գիտեք ես ամեն օր հաց եմ ուտում, խոզանակով կամ էլ լուրեր եմ նայում։ Բռնեմ ասեմ այսօր ես լուրեր եմ նայում։
Հիմա տեսեք, ինքը մի հատ ճշմարտություն չի Չէ, դուր առերեսվել են ժողովուրդը ինքը, այստեղ Հիմա այդ ամենադաժան բանն է, հատկապես որ ինքը սովիա մատնում է ժողովուրդը։ Ամենադաժան բանն է, որտեվ տեսեք, քաղաքական համակարգ հետևյալ դեպքում ընդդիմությունը միշտ անվտանգության բարձիկի դեր է կատարում, կայունություն, այսինքն ֆիլտրումը հասարակական դժգոհությունը, սարքում է օրակարգ դրանով հանդես է գալիս։ Այո, չեզոքացնես այդ որտեղա պայքարը շատ ճիշտ է։ Հիմա երբ որ այդ բուֆերը պասիվական չկա, պետք է իշխանությունը սարսափի, որովհետև որտեղից է պայթելու։ Որովհետև ինչի պետք է սարսափի իշխանությունը, եթե բուֆերը չկա։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը Ծառուկյանի տանը բեմադրել է այն տեսարանները, որոնցից ավելի դաժան տեսարաններով հեռացվելու է իշխանությունից։ Այդ թո շատ լավ հիշի այդ Արփիես կարևոր էր առանձնացնել։ Այդ տեսարանը շատ լավ պիտի հիշի։ Ինքը իրան կանգնեցել է անդունդի եզրին ու անխուսափելի գլորվելու է։ Ինչքան ընդդիմությունը թույլ եղավ ու գլխատված։ Այդ անդունդը ավելի իրական է դառնալու Նիկոլ Փաշինյանի աչքին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մնացեք մեզ հետ, քիչ անց ուղիղ եթերում կլինենք Խաչիկ Մանուկյանի հետ։ Մեզ շատ սիրելի։